ինչպես եւ ես կանխատեսում էի, բնականաբար այդ պատճառաբանությամբ, որ քննչական գործողությունը արդեն իսկ մեկնարկել է, դա միակ դեպքն է, երբ ազգային ժողովի պատգամավորը չի կարող այցելել։ Այնպես որ իրավական տեսանկյունից սա է իրադրությունը, քննչական գործողությունը արդեն մեկնարկել է, քննչական գործողությանը Պաստաբանները մեր ընկերների հետ են, կարգը հետևյալն է, եթե ես չեմ սխալվում, հարցաքննությանը պիտի հաջորդի անձնական խուզարկությունը ու դրանից հետո արդեն ընթացքը կամ դատարան կամ այստեղից ազատ արձակվել, ինչի վրա ես խիստ կասկածում եմ ու դե արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր տեսանյութ էր տարածել, որ իբր թե նախընտրական շիպին հրել, բայց Գյումրիից օրինակ տեղեկացանք, որ դա եղել է շատ ավելի վաղ, քան քարոզարշավը կմեկնարկեր, քան ընտրությունները, այսինքն բարեկամի խնդրանքով Մարտուն Գրիգորյանի հայրը այդտեղ շիպին է փռել։ Տեսեք, պարոն Ֆարազյան, դուք փորձում եք տրամաբանություն գտնել միտեղ, որտեղ տրամաբանություն լինել չի կարող։ Այսինքն այն ինչ որ դուք եք ասում ընդհանրապես եւս մեկ անգամ ցույց է տալիս թե ինչքան փնթի է կարված այս գործընթացը թե չնենց իրանց այդ ամենը բացարձակ չի հետաքրքրում իրանց հետաքրքրում է գործ կարել եւ հայրենասերներին խանգարել մարդկանց ովքեր Գյումրիում հարգանք եւ պատիվ են վայելում իրենց խանգարել ստանալ ժողովրդի քվեն հիշեցնեմ որ Կարեն Գրիգորյանը նաեւ հավաքանու տեխնացու է Այն ինչի մասին դուք խոսում եք, նորից զուգահեռ տանեմ Սարիկ Մինասյանի նկատմամբ ԿՊ-ի տեխնացուն նույն գործողությունը իրացրել է դե այդ ամեն ինչի ես չեմ մեկնաբանում այդ արդեն ծիծաղալու է օրինակ դա բան չի մարդուն կաշառելու միջոց չի երբ որ ասում է տարեց կնոջը որ ձեր թաղումը սեղան եկեք ուղղակի զուգահեռը տանենք ուղղակի զուգահեռը նույն գործողությունը իրականացրել է Սարիկ Մինասյանը պարզապես ինքը դա իրականացրել է համայնքի բյուջեի հաշվին իրեն ոնց որ թե հակակոռուպցիոն չեն բերել Այսինքն մենք գործ ունենք արդեն բանը մարազմի հետ նույն գործողության համար Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն բերել են հակակոռուպցիոն որոնք իրենց հաշվին իրականացրել են այս կամ այն գործողությունը ինչպես նշեցիք որևէ կապ չունեցող ընտրական գործընթացների հետ այդ թվում նաեւ ամսաթվերի տեսանկյունից ինչքան ես գիտեմ իսկ Սարիկ Մինասյանը այդ նույնը արել է համայնքային բյուջեի հաշվից իսկ ինքը հիմա ինչ որ հասուլիս է տալիս ոնց որ թե սա է իրողությունը պիտի սպասենք թե ինչպես են դեպքերը զարգանում ես այստեղ եմ մնալու հենց որ քննչական գործողությունը եւ մյուս ընթացակարգերը ավարտվեն փորձեմ տեսնակցել մեր ընկերներին այս ամենը հայն ինչ այսօր կատարվեց Գյումրիում ինչի մասին է խոսում քաղաքացիական պայմանագրի վախերի թե այս ամենը խոսում է նրա մասին որ ԿՊ-ն արդեն պարտվել է Գյումրիում ոչ միայն պարտվել է այլ նաեւ հասկացել է որ պարտվել է իմիջայլոց ինչ շատ հետաքրքիր է Սարիկ Մինասյանը կկարողանա համոզել Նիկոլ Փաշինյանին, որ հանգարց Նիկոլ Փաշինյանը Գյումրու կողմերը չերևա մինչև ընտրությունները, որտեղ իմ տեղեկություններով պարոն Մինասյանը ամեն ինչ անում է, որ այլևս Նիկոլ Փաշինյանը Գյումրիում չերևա, որովհետև նախորդ իր երևալու արդյունքում Սարիկ Մինասյանը բացի կորուստից ու վնասից ընտրական տեսանկյունից ոչ մի արդյունք չի ունեցել։ Հեռահար ճանաչելով Փաշինյանի գործելավոճը Սարիկ Մինասյանին չի հաջողվելու դա իրականացնել եւ հաստատ Փաշինյանը կգնա ու վերջին մեղը կխփի ԿՊ-ի հույսերի հարցում, հույսերի դագաղի մեջ Գյումրիում։ Իրանք դագաղներին լավ ծանոթ են։ 18 թվականին դրանով են իշխանության եկել։ Այնպես որ տեսնենք, ես վստահ եմ, որ այս ամեն ինչը միայն կմոտիվացնի գյումրեցիներին կիրակի օրը մասնակցել ընտրություններին։ Մամիջանյան արդեն պարզ է, հա, որ զրկել են Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից, այսինքն ձեր խմբակցության մի անդամին զրկեցին անձեռնմխելիությունից, մյուս անդամի նկատմամբ, ճիշտ է, իր նկատմամբ չէ, բայց միաժամանակ պատիվ ունեմ խմբակցության երկու պատգամավորի նկատմամբ, նույն վայրկյանին փաստացի իրականացվում էին ռեպրեսիաներ եւ շարունակում են իրականացվել ազգային ժողովի դահլիճում հորինված իբր քրեական գործով եկել էին պարոն Մարգարյանի անձեռնմխելիության հետևից հաղթահարելու պարոն Մարգարյանի անձեռնմխելիության արգելքը, իսկ Գյումրիում նույն ժամանակ մեր ֆրակցիայի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորը եւ որդուն ձերբակալում էին։ Շնորհավորում եմ, սա Նիկոլ Փաշինյանի Հայաստանն է։ Շնորհակալ եմ։